տեսեք, մենտաքսա, մենք այս քանի օրը ականատես եղանք եվրոպական մի շարք պաշտոնյաների սարսափելի մի հատ պատմության, խոսքս Էփշտեյնի ֆայլերի մասին է, հա, այդ մի խայտարակ իրավիճակի, երկու բառով ասեմ, քաղաքնազերծվել են մեծ թվով փաստաթղթեր, միլիոնների հասնող, որ գոյություն են ունեցել կղզիներ, որտեղ այս աշխարհի մեծերը ունեցել են շատ կեղտոտ զվարճանքներ, շատ կեղտոտ ճանապարհներ, էլի եմ գալիս ԵԽԽՎ։ Ուրեմն այդ անունների մեջ կար Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյոբոն Յագլանդի անունը։ Դա ինձ համար անձնապես շոկ էր, որտեվ Յագլանդի օրոք ես աշխատել եմ Եվրոպայի խորհրդում ու Յագլանդի կերպարը միշտ եղել է, ոնց ասեմ, Հայաստանին դաստիարակող։ Հայաստանի իշխանությունների մասին, երբ որ մեր ընդդիմությունը հերթական բողոքն է եկել ներկայացրել, բողոքներն էլ այսօրվա բողոքների հետ բացարձակ անհամատեղելի բաներ են, էլի, անհամատեղելի։ Ինչ որ ժողովրդավարական ինստիտուտների այս կամ այն ոչ լիարժեք գործելու մասին։ Յագլանդը միշտ իր պաշտոնի բարձրությունից մեզ սկսել է սովորացնել, թե ժողովրդավարությունը ինչ ձևի պիտի լինի։ Ու դրանից հետո ինքը գնացել է մասնակցել այդ պիղծ արարողությունների, որոնց մասին հիմա լծված է ամբողջ կեղտոտ արժեքները, որը Այսինքն, այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ ովքեր են մեզ սովորեցնում ոնց ապրել։ Ես վստահ եմ, որ դրանք հենց այն կենտրոններն են, որոնք կառավարում են նաև այս ամենը։ Իհարկե, որի արդյունքում մենք հիմա այս վիճակում ենք։ Նրանք չեն թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանին հովանավորելը իրենց ազնիվ նպատակն է։ Երբ որ այդ Progress Report-ը կարդում ես Վրաստանին վերաբերող մասը, Ադրբեջանին, Թուրքիային, ես մեր հարևան պետություններն եմ, հա, մեջ բերում, պարզվում է մի խայտառակ վիճակ, ընդդիմադիրներին ճնշում են, խոսքի ազատությունը նեղում են, ազատ հավաքների դեմը առնում են, ինչ որ բոլորին ձերբակալում են, մի ահավոր վատ իշխանություններ են այնտեղ։ Իսկ Հայաստանը այդ ֆոնի վրա մի գեղեցիկ, մի ծաղկուն, մի ժողովրդավար 2024-ի հունիսի 12-ն էլ ոչինչ։ Չէ, այդ մեր աչքին է երևաց է, չէ։ 25 թվականին մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է համոզմունք, որ եթե ես ձեր դուրը չեմ գալիս, արեք հեղափոխություն։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի, այդ բառը չեմ կրկնի, որովհետև ըստ այդ բառի համար ստեղից տանում կալանավորում են հենց այս ստուդիայից, բայց ում ինչով է տենց մեծ խոսում։ Ես հենց դա եմ ասել, այդ